Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս նախաձեռնության համար մեր իրավաբաններին, երկրորդը խոր ափսոսանք եմ հայտնում, ցավ եմ արտահայտում, որ այս օրերին, երբ մեր երկիրը պատերազմի աղետալի հետևանքները չի հաղթահարել, շարունակում է դիմակայել ծանրագույն անվտանգային փորձությունների, երբ տարածաշրջանում ուղղակի ընթանում են խիստ վտանգավոր զարգացումներ եւ այս օրերին էլ տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական բախումներ են բռնկվել, մենք ստիպված ենք զբաղվելու մի հարցով, որը ուղղակիորեն ներազգային կյանքում քայքայում եւ հիմնախնդիրներ է առաջանում։ Իհարկե որևէ տրամաբանական բացատրություն չեմ կարող գտնել նման անվտանգային սուր մարտահրավերների պայմաններում եկեղեցու դեմ իշխանությունների նախաձեռնած արշավի համար։ Սա իրապես խիստ ցավալի է եւ սա խոսում է մի իրողության մասին, ցավալի իրողության մասին, որ Հայաստանի իշխանությունները գործադիր իշխանության ղեկավարի կամ քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցության ղեկավարի գլխավորությամբ լիարժեքորեն չեն պատկերացնում իրենց առաքելությունը եւ ուղղակիորեն փորձում են իրենց անմիջական պարտականությունները իրականացնելու փոխարեն արհեստական թիրախներ ստեղծել, կեղծ օրակարգեր ձևավորել։ Շատ ժամանակ չի անցել, երբ այդպիսի օրակարգեր քանիցս ձևավորվեցին։ Աղային բարեփոխումները, չգիտեմ, հիմա էլ անցել են եկեղեցական բարեփոխումներին։ Ակնհայտ է բոլորիս համար, թե ինչ նպատակ է հետապնդում այս արշավը։ Արդեն պարոն Զոհրաբյանը արձանագրեց իր խոսքում, պատահական չի կարելի համարել նաև համընկումները այն թիրախների ընտրության մեջ, որը կատարում է իշխանությունը, համընկնումները ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած առաջնահերթությունների հետ։ Սրանք իհարկե պատահական չեն։ Որքան բարեմտություն ցանկանաց դրսևորել, միևնույնն է այդ օրինաչափությունը նկատելի է։ Ես իհարկե կփորձեմ շատ համառոտ լինել, միայն ես կուզեմ համոզում արտահայտել, որ իրապես այլևս խելամիտ բանավեճերի ժամանակը կարծեք թե անցել է եւ անմիջաբար իշխանության ներկայացուցիչների եւ անմիջաբար երկրի ղեկավարի բառապաշարը, ռետորաբանությունը, օգտագործած բառերը այլևս ընտրություն չեն թողում, որպեսզի դրան տրվի իրավական գնահատական։ Ես ենթադրում եմ, որ իրավական գնահատական տալուց հետո ինչ-որ մի ժամանակ կգա, որ նաև հնարավորություն կունենանք առողջապահության ոլորտի մասնագետներին տեսնենք այսպես համախմբված, որպեսզի նաև իրենց մասնագիտական գնահատականը տան այն անձի վերաբերյալ, որը ի վիճակի է այդպիսի բառապաշար եւ այդպիսի խոսույթ օգտագործել ոչ միայն եկեղեցականների նկատմամբ, այլ ընդհանրապես որևէ անձի նկատմամբ։ Ես կուզեի առանձնացնել մի քանի շեշտադրումներ, որոնք իշխանությունների կողմից պարբերաբար կամ իշխանության հարող անձանց կողմից պարբերաբար օգտագործվում են եկեղեցուն թիրախավորելու համար, եւ իհարկե դուք գիտեք, որ սա նոր երևույթ չէ, սա այսպես կոչված հեղափոխությունից անմիջապես հետո առաջ եկավ եկեղեցու դեմ այսպիսի պայքար, ուրեմն առաջինը մեզ մեղադրում են նրանով, որ մենք իբր թե եկեղեցին կամ եկեղեցականները զբաղվում են քաղաքականությամբ։ Սա բացարձակ սխալ մեկնաբանությունն է եկեղեցին պետությունից անջատվածության
մշակութային հուշարձանների պահպանության գործը։ Ես ստատիստիկա չեմ, վիճակագրություն չեմ ներկայացնի, միայն կարող եմ հորդորել, խնդրել ձեզ միակ ծանոթանալ, թե Հայաստանի Հանրապետությունում որքան պատմամշակութային հուշարձաններ կան, եթե չեմ սխալվում 24,000, եւ այդ 24,000-ից 18,000-ը պաշտամունքային նշանակության պատմամշակութային հուշարձաններ են։ Այդ պատմամշակութային հուշարձաններից պաշտամունքային նշանակության այսօր եկեղեցում է հանձնված ոչ ավել քան 600։ Ուրեմն 600 հուշարձանների պահպանությունը նայեք եկեղեցու ոչ բավարար միջոցների պայմաններում եւ մնացյալի պահպանության որակին եւ մնացյալի նկատմամբ փոխատարության նայեք։ Ու ակնհայտ է, որ այս ոլորտում եւս պետությունը իր անմիջական պարտականությունները չի կարողանում իրականացնել։ Ու հասկանալի նաեւ պատճառները, որովհետեւ բավական ֆինանսական միջոցներ են ծախսում։ Ես ծանոթացա մշակույթի նախարարության վերջին հայտարարությանը, որտեղ որ մոտավորապես խոսում է 18 թվականից մինչև այսօր հուշարձանների պահպանության ոլորտում ծախսված գումարների մասին, որը չէր գերազանցում 5 միլիոն ամերիկյան դոլարը։ Ուրեմն պատկերացրեք, 7 տարվա ընթացքում ընդամենը 5 միլիոն դոլար գումար է ծախսվել հուշարձանների պահպանության ուղղությամբ, երբ Մայր Աթոռի, Մայր Տաճարի շինարարական աշխատանքները, որը վերականգնողական աշխատանքները, գերազանցել են 12 միլիոն դոլար ամերիկյան գումարը։ Այսինքն պարզ սա մի համեմատություն է։ Հուշարձանների պահպանության մասին խոսում են եւ Հայաստանի կարևորագույն առանցքային տաճարի նորոգությանը որևէ ֆինանսական մասնակցություն, որևէ ֆինանսական աջակցություն չի ունեցել այս իշխանությունը։ Երրորդը, որ մեզ փորձում են մեղադրել, այն է, թե իբրև թե աղանդավորների դեմ արդյունավետ պայքար չի օգտագործվում։ Ես ուզում եմ հասկանալ, ինչպես կարող է եկեղեցին արդյունավետ պայքար իրականացնել աղանդավորների դեմ, եթե անգամ այդպիսի օրակարգ ունենա եւ իշխանությունները այսպես լայնորեն բացել են այդպիսի կազմակերպությունների դռները, ուղղակիորեն քաջալերում են այլասերության քարոզը, քաջալերում են կրոնական կազմակերպությունների կողմից իրականացվող մարդոսական գործողությունները, ու բավարար է դուք Հյուսիսային պողոտայում 1-2 անգամ պտտվեք եւ կտեսնեք այդպիսի բազմաթիվ դեպքեր եւ դրվագներ։ Հաջորդ հարցը, այսպես կուսակրոնության ուխտի հետ կապված տարածվող այս տեղեկատվությունն է։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Արցախը հանձնվել է այն պատճառով, որովհետև կուսակրոնները խախտել են իրենց ուխտը։ Կամ մենք կատարել ենք տարածքային զիջումներ, որովհետև կուսակրոն հոգևորականները չեն պահպանել իրենց կուսակրոնության ուխտը։ Ուղղակի զավեշտական է հնչում։ Ակնհայտ է, որ մարդը արհեստականորեն փորձում է ձախողումների համար մեղավորներ նշանակել։ Եվ իհարկե նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավաբաններին այս նախաձեռնության համար, երբ մենք հնարավորություն կունենանք իրապես ճշգրիտ առարկայական գնահատականներ տալ, ախտորոշում կատարել ընթացող այս արշավի վերաբերյալ։ Շնորհակալություն։